ԱՄՆ Հարի Թրուման, մշակվեց Թրումանի դոկտրինան, ԽՍՀՄ Յոսիֆ Ստալին, ամրապնդվեց խորհրդային ազդեցությունը Արևմտյան Եվրոպայում։ Սկզբնավորման փուլ 1940 թվականի վերջից 1950-ականների սկիզբ։ Այս շրջանում ձևավորվեցին երկաթյա վարագույրը և զսպման քաղաքականությունը։ Ծայրահեղ լարվածություն և ձնհալ 1940-ականներ և 60-ական թվականների սկիզբ։ Այս շրջանը նշանավորվեց Կարիբյան ճգնաժամով և տիեզերական մրցավազքի մեկնարկով։ ԱՄՆ Դուայթ Էյզենհաուեր Ջոն Քենեդի, ԽՍՀՄ Նիկիտա Խրուշչով, որի օրոք տեղի ունեցավ հարաբերությունների մեղմացում, ձնհալ։ Երրորդ՝ լարվածության թուլացում և լճացում, 1960-ականների վերջ և 1970-ականներ։ Կողմերը փորձում էին սահմանափակել միջուկային զենքի տարածումը։ ԱՄՆ Ռիչարդ Նիքսոն, Ջերալդ Ֆոլդ, Ջիմի Քարթեր, ԽՍՀՄ Լեոնիդ Բրեժնև։ Վերջին փուլ և պատերազմի ավարտ 1980-ականներից 1991 թվական։ Սպառազինությունների նոր մրցավազք, որին հաջորդեց համակարգի փլուզումը։ ԱՄՆ Ռոնալդ Ռեյգա սկզբում որդեգրեց կոշտ դիրքորոշում, ապա անցավ բանակցությունների։ ԽՍՀՄ Միխայիլ Գորբաչով, որը նախաձեռնեց վերակառուցման քաղաքականությունը, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը և սառը պատերազմի ավարտին։